Հիմա եթե տարին 129,000-ը ամսական մեր գումարը գալիս է կլոր ասենք 11,000, 10,800, այո։ Հիմա եթե եկեք ենթադրենք հիշում կան ձեր մոտ թվերը, ասենք սկսենք ամենացածր նիշից 200,000 դրամ ստացողը հիմա զինապահ հիմնադրամին ինչքան է վճարում։ Հիմա վճարում է 5,500 դրամ։ 5,500 դրամ։ Հիմա այդ նշանակում է, որ 4,500 դրամ մենք կարողանում ենք ուղղել առողջության իր ապահովագրությանը։ Տակը մնում է որոշակի գումար 6,500։ Հաջորդ ուղղությունը, պարոն վարչապետ, սոցիալական կրեդիտների հնարավորությունն է։ Համընդհանուր հայտարարագրում։ Այո։ Եվ այս մասով էլ 200-ից 500,000 դրամ ստացողների համար, պարոն վարչապետ, ձեր հանձնարարությամբ նաև փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը առողջապահության ուղղությամբ եւ ամսական թույլ ենք տալու 6,000 դրամ հետ ստանալ սոցիալական կրեդիտներից։ Այսինքն այստեղ 4,500 դրամ եւ 6,000 դրամը ըստ էության ծախսը այդ բեռը քաղաքացին չի զգալու։ 500 դրամ է վճարում։ Այո, քաղաքացին 500 դրամ է վճարել։ Ու նաև էս էր պատճառը, որ մենք որոշեցինք այնուամենայնիվ 2026 թվականի համար քաղաքացիներին այլ բանաձև առաջարկել, որովհետև օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով համընդհանուր հայտարարագրման համակարգի ծավալները մենք եւ համակարգը փոխեցինք, դրա մասին խոսել ենք եւ մյուս տարի արդեն այս տարվա հայտարարագիրը ներկայացնելով քաղաքացին հնարավորություն կունենա 6,000 դրամ ամսական սոցկրեդիտը հետ ստանալ եւ կստացվի, որ ամիսը առողջապահության ապահովագրության համար վճարում է 500 դրամ։ Այո, պարոն վարչապետ։ Եվ դրա դիմաց ստանում է 129,000 դրամանոց փաթեթ, որը էս էլ շատ կարևոր է, որի փոխհատուցման չափը 129,000 չէ, այլ կարող է հասնել մի քանի միլիոն դրամի մեկ վիրահատության կամ մեկ միջամտության համար։